Հնանտապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանին, պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանի վարչապետը Էստոնիայում պնդել է արտաքին քաղաքականության մեջ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն վարելու իրենց ձգտումների մասին։ Այս համատեքստում հիշատակել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, սրանով հանդերձ նշել, որ ոչ միայն ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, այլև կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, նաև մտադրություն չունեն այս ամենով հանդերձ խզել հարաբերությունները, լարել կամ փչացնել Ռուսաստանի հետ։ Տպավորություն է, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն չի լսում ներսում ներքաղաքական դաշտում հնչող կարծիքները տարբեր վերլուծաբաների, քաղաքական ուժերի, այլև նույն ռուս պաշտոնյաների, ովքեր պնդում են, որ Հայաստանը չի կարող գտնվել ԵԱՏՄ-ում, օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից, բարիքներից, այսպես ասած, եւ ձգտել հարաբերությունները խորացնել Եվրամիության հետ։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, դեռ որքան կարող է Հայաստանի վարչապետը այսպես բալանսավորման քաղաքականությունը պնդել եւ առաջ տանել։ Դուք շատ ճիշտ նշեցիք վարչապետի հայտարարությունները Էստոնիայում, այդ իրարամերժ հայտարարությունները։ Ես կասեի, որ պարոն վարչապետը գնում է Թալինում եւ հարգանքի տուրք է մատուցում կոմունիստական ռեժիմի զոհերի համալիրին եւ մի քանի օր հետո գնում մասնակցում է մայիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ռազմական շքերթին։ Սա կարելի է որակել քաղաքական էկվիլիբրիստիկայի հատուկ հմտություններ, որը ցուցաբերում է մեր վարչապետը։ Հանրապետություն կուսակցությունը հստակ հանդես է եկել հայտարարությամբ, որ մենք դատապարտում ենք այդ մայիսի 9-ի շքերթին Հայաստանի ղեկավարի ներկայությունը եւ այն քաղաքականությունը, որ որդեգրել է ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները եվրոինտեգրման եւ եվրոպական միության կառույցներին ավելի մոտիկանալու եւ ինտեգրվելու գործընթացին հակասում է այդ քայլերը, որ ինքը անում է լինելով ռազմական շքերթում։ Շքերթի մասին դեռ հարց կտամ, պարոն Ասատրյան, այնուամենայնիվ իմ հարցը այն մասին էր, թե որքան կարող է Հայաստանի վարչապետը այսպես շարունակել իր պատկերացման բալանսավորման քաղաքականությունը։ Ես չեմ կարծում, որ բալանսավորման մասին է խոսքը գնում, այստեղ տատանումների, ավելի շուտ քաղաքականության տատանումների եւ ոչ հստակ քաղաքականության վարելու մասին է խոսքը գնում եւ Հայաստանը պետք է այս բարդ աշխարհակական իրավիճակներում, որ տեղի ունենում տեկտոնիկ տեղաշարժներ, աշխարհակաղակական, Հայաստանը պետք է ճիշտ կողնորոշվի արդեն ինչ է ուզում, որ աշխարհակական կենտրոնների հետ է ուզում կառուցել իր ապագան, որտեղ այսպիսի մի ոդկա այնտեղ, մի ոդկա այստեղ, դա մեզ ոչ մի դրական բենեֆիտներ չի բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն, քանի դեռ հստակություն չկա ռուս-ուկրաինական ճակատում, թե ինչպիսի հանգուցալուծում է լինելու, ԱՄՆ-ն ինչ դեր է ունենալու, ԱՄՆ-Իրան հարաբերություններն ինչպես են կարգավորվելու, Հայաստանի վարչապետը կկարողանա օգտվել աշխարհում տիրող իրավիճակից եւ այսպես չկողմնորոշված մնալ եւ պնդել, որ մենք բալանսավորման քաղաքականություն ենք իրականացնում։ Տեսեք, process-ները բավականին արագ են տեղի ունենում, մենք ամեն օր ստանում ենք նոր լուրեր, թե ինչպես են, այս կամ այն գերտերությունները այն կամ այն հարցի շուրջ վերաբերմունք դրսևորում եւ այդ տատանումները Հայաստանի Հանրապետության իշխանությունների ես չգիտեմ ինչքանով իրեն կարող են երկարաձգել, որտեվ այդ կարող է մի շատ սիրուն օր այդ ավարտվի այդ ամեն ինչը եւ մենք հայտնվենք այնտեղ, որտեղ չպետք է հայտնվենք։ Այստեղ պետք է զգուշանան Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այնպես պիտի քայլեր անեն, որովհետեւ հետո չկարողանան հետ բերեն այդ իրավիճակը։ Իսկ կողմնորոշման առումով Ադրբեջանը ինչպիսի դիրքում է, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ Ադրբեջանը այս ինչպես ասացի, այս տեկտոնիկ տեղաշարժերը որ տեղի ունենում դադար է վերցրել, ոնց որ իր աշխարհակական հետ իրենց արտաքին քաղաքականության բնագավառ ոլորտում եւ սպասում են թե ինչպես կավարտվեն, մոտակա ժամանակներին ինչպես կավարտվեն այս կամ այն գործընթացները։ Դուք շատ ճիշտ դիտարկեցիք ռուս-ուկրաինական պատերազմից շատ բան է կախված եւ այստեղ process-ները բավականին արագ են ընթանում, դա արագացնում է Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան
Եվ մոտակա օրերը մենք կարող ենք ստանանք այն շոմի պատկերներ եւ ես կարծում եմ այո ոչ միայն Ադրբեջանը, նաեւ Վրաստանը, հա, իր վարած արտաքին քաղաքականությամբ նույնպես մենք չենք տեսնում որևիցե քայլեր իրանք անում են, դրել են դադարի ռեժիմում եւ ձեզ կասեմ մի բան, որ հարավային Կովկասի նման երկրները բոլորը, հա, ոնց որ կան այլ տեղերում, նույնպես իրանք դադար են վերցրել եւ սպասում են ինչով կավարտվի այս ամեն ինչը։ Պարոն Ասատրյան, հիմա շքերթի հետ կապված մենք տեսանք, որ Եվրամիությունը հստակ ցուցումներ տվեց անդամակցության տեխնացու կարգավիճակ ունեցող պետությունների ներկայացուցիչներին, որ չպետք է մասնակցեն շքերթին։ Հիմա մենք չունենք կարգավիճակը եւ մեր վարչապետը մասնակցելու է։ Դուք կարծում եք սա կընկալվի, ճիշտ կհասկանան, որ մենք տեխնացուի կարգավիճակ չունենք, դրա համար էլ մասնակցում ենք եւ թույլ ենք տալիս մեզ մասնակցել։ Իհարկե ոչ, դա առաջի հերթին իմիջային վնաս է Հայաստանին, հա, Հայաստանի ղեկավարները հայտնվում են այնպիսի մի հարթակում, որտեղ հավաքված են ոչ միայն ոչ ժողովրդավար եւ ավտոկրատ ղեկավարները, այլև օդիոզ ղեկավարները, եւ այդտեղ հայտնվել է, ես չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետին ինչ-որ դրական լիցքեր է տալի, եւ մենք այո դատապարտում ենք, որ չպետք է նման հանդիպումներին մասնակցի, հա, Հայաստանի իշխանությունները եւ ես ունեմ չճշտված տվյալներ, որ այդ շքերթի ընթացքում, ռազմական շքերթի ընթացքում այնտեղ պետք է մասնակցեն մարտունակ ստորաբաժանումները, որոնք, հա, ոնց որ այդ շքերթից հետո պետք է մեկնեն Ուկրաինայի ռազմաճակատ։ Եվ այդ ֆոնին, հա, այնտեղ ներկա լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ես անթույլատրելի եմ համարում եւ Հանրապետություն կուսակցությունը իր տեսակետը հստակ արտահայտել է։ Եվ մեր ղեկավարությունը պետք է առաջի հերթին ճշտի ինչին է մասնակցում, ինչ միջոցառումներ են այնտեղ տեղի ունենալու, որ հետո վատ իրավիճակում չհայտնվի։ Ես կարծում եմ, եթե նման բան իրականացրեց, հա, Ռուսաստանի իշխանությունները շքերթից հետո, դա շատ մեծ հարված է լինելու Հայաստանի իշխանություններին։ Թեման, եթե ամփոփենք, շատ է քննարկվում այս շքերթին մասնակցել, չմասնակցելը, կան մարդիկ, որոնք ասում են նախորդ տարի, երբ որ մասնակցեց Հայաստանի վարչապետը, բերեց Հայաստանի շահերից բխող որոշում, այն է, որ հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին պետք է սկզբում ծառայություն իրականացնել նաև հայ սահմանապահները, իսկ գիտենք Իրանի հետ սահմանին անցակետում ամբողջությամբ հրաժարվեցինք ռուս սահմանապահների օգնությունից։ Հիմա կարելի ասել, որ կարող է այս անգամ էլ ինչ-որ արդյունավետ կամ Հայաստանի համար Հայաստանի շահերից բխող որոշում բերել եւ դրանով արդարացնել այդ մասնակցությունը։ Դա ցույց կտա արդեն ժամանակը եւ այդ միջոցառումից հետո սպասվող հայտարարությունները եւ զարգացումները ես դժվարանամ ասեմ, որտեվ օրակարգը հանրայնացված չէ եւ մենք չգիտենք ինչ նպատակներով է, հա, Հայաստանի իշխանությունները որոշում կայացրել մասնակցել այդ ռազմական շքերթին։ Տեսնենք ինչպես է ստացվում կգնահատենք, բայց ես չեմ կարծում։ Իմ հարցն այն մասին էր, արդյոք ունենալ իսկապես դրական ակնկալիքներ, այսինքն։ Ես չեմ կարծում, որ մենք այնտեղ ինչ-որ դրական ակնկալիքներ պետք է ունենանք։ Այն որ ռուս սահմանապահները դուրս եկան, հա, այդ մեր սահմաններից, դա օրինաչափ եւ սպասվող գործընթաց էր։ Եվ ես չեմ կարծում դա ինչ-որ դրական արդյունքի բանակցությունների արդյունքի շնորհիվ է, հա, դա պահանջ էր եղել, որոնք իրականացրել են։ Հիմա երեք խոսել է Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը, մարդիկ կան, որ համարում են Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական իրավիճակում այն ֆիգուրը չէ, որի հայտարարություններին պետք է ուշադրություն դարձնել, առավել եւս դրան քննարկել, բայց այդուհանդերձ Հայաստանի երկրորդ նախագահը իր այդ ելույթի ընթացքում հայկական իշխանություններին մեղադրել է Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելու եւ սկսելու համար, սա կարծում եմ բավականին լուրջ հայտարարություն է եւ սա կարող ենք ընկալել, որ մեղադրանք է ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև Արցախի իշխանությանը եւ այս հայտարարությունը ինչպես կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Եվ ինչ խնդիր է լուծում Ռոբերտ Քոչարյանը այսպիսի մեղադրանք հնչեցնելով հայկական կողմին, ստացվում է, որ ըստ Քոչարյանի Ալիևյան ռեժիմը Ադրբեջանը պատերազմ սկսելու մեղավորություն չուներ։ Տեսեք, երկրորդ նախագահ շատ հակասական հայտարարություններ է ոչ առաջի անգամ անում եւ այն այս ձեր որ մատնանշած հայտարարությունը, որ հայերն են։ Այո, հայկական իշխանություններն են, ասում են։ Ասեց հայերն են, հետո փորձեց իրեն ուղղել, Հայաստանի իշխանություններն են, հա, ես ուզում եմ հարց տալ, որ իշխանությունների մասին է խոսքը գնում։ Արցախյան իշխանությունները, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հայեր ասելով ինքը ինչի նկատի ուներ։ Իսկ ինքը ով է ազգությամբ։
եթե ինքը հայերին է մեղադրում։ Եվ այդ արտահայտությունը անելով, ինքը իմանալով, որ Բաքվի բանտերում գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինքը ինչ ծառայություն է մատուցում։ Չէ՞ որ իր այդ Բաքվի բանտերում հայտնվածները իր թիմակիցներն են եղել։ Նույն Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ինքը ինչ է դրանով ուզում ասել, թե ինքը իր քաղաքական շահերից ելնելով, ինքը պատրաստ է ամեն ինչը հավասարացնել գետնին, վնասել բոլորին, բայց իր քաղաքական, իր պատկերացմամբ իր քաղաքական դիվիդենդները շահել։ Ես կարծում եմ, թե ինքը շատ սխալվել է եւ այո, դուք ճիշտ եք ասում, Բաքվի իշխանությունները կարող են շատ լավ օգտագործել այդ հայտարարությունը, երկրորդ նախագահի հայտարարությունները իդեմս ի վնաս Հայաստանին եւ այնտեղ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այն թույլատրելի հայտարարություններ արել եւ ես կարծում եմ գիտակցված են արվում այս հայտարարությունները ամեն դեպքում չգիտեմ դուք եք հարցեր բարձրացնում այս հայտարարության հետ կապված բայց ես կուզենայի ձեր վերլուծությունը լսել ավելի շատ ինչ խնդիր է լուծում Ռոբերտ Քոչարյանը այս կարծում Ռոբերտ Քոչարյանը միամիտ մարդ է մենք շատ լավ հիշում ենք իր 10 տարի ղեկավարությունը Իդեպ այդ ղեկավարության հետ կապված ասում է վատ ղեկավարը վատ քաղաքական գործիչը ինքն իր համար չէ խնդրեմ այլ մեզ բոլորիս համար է խնդրեմ այս համատեքստում նաև իր ղեկավարման տարիները կխնդրեմ գնահատեք ինչպիսի ղեկավար էր նա Հայաստանի համար Հայաստանի համար ինքը բավականին հակասական ղեկավար էր մենք շատ լավ հիշում ենք ինչպես ինքը սկսեց իր ղեկավարման տարիները հոկտեմբերի 27-ից սկսեց եւ ավարտեց մարտի 1-ով Այդ ընդհանրապես այդ երկու իրադարձությունները ամեն ինչ բնութագրում են, հա? Երկրորդ նախագահի կառավարման ժամանակաշրջանը։ Ել ես չասեմ, հա, որ իր անվտանգության աշխատակիցները մարդ էին սպանում, հա, զուգարաններում, ինչպիսի բռնություններ էր տեղի ունենում, քաղբանտարկյալներ կար, ինչպես էին փակվում լրատվական միջոցները, այո, այդ թվում նրան։ Դրանք այսպես հերթականությամբ գնում են, եթե մեկը ինչ-որ գնահատում է, որ դա փայլուն տարիներ էին, վերելքի տարիներ էին, ես դա չեմ կարծում եւ իմ նման բազմաթիվ մարդիկ են այդպես։ Ես կարծում եմ, որ անկախ Հայաստանի այդ 10 տարիները կորսված տարիներ էին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագահությունը սկսվեց այն ժամանակ, երբ որ խախտված չէր ռազմական բալանսը Ադրբեջանի հետ, Հայաստանը հաղթողի դիրքերում էր Մենք փոխանակ շարունակեինք, հա, մեր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ եւ փորձենք, հա, Ղարաբաղի հարցը ի օգուտ Հայաստանին լուծում տալ։ Մենք գնացինք այլ ճանապարհով, հա, մենք ամեն ինչը տվեցինք մեր պատկերավոր դաշնակցին, հա, եւ բոլոր արտաքին քաղաքականությունը եւ անգամ ներքին քաղաքականությունը պատվիրել էինք Ռուսաստանին։ Եվ ունեցանք այն ինչի ունեցանք խորը կախվածություն Ռուսաստանից որի շատ դժվար կլինի, հա, փորձում է իշխանությունը, թե ինչքանով կստացվի ներկայիս իշխանությունը այդ փոխվել, հա, Ռուսաստանի պորտալարից, ես չեմ կարող ասեմ։ Դուք բայց փորձերը տեսնում եք, հա։ Ռացիոնալ փորձեր այո, ես տեսնում եմ, բայց ես կարծում եմ պետք է ավելի համարձակ լինեն, հա, որտեվ մտածել, թե այսի անենք այ Ռուսաստանը sense կանի, մենք հեռու չենք կարող գնալ։ Բոլոր այն հերթ խորհրդային ռեսպուբլիկաները, որոնք փորձեցին պորտալարը կտրել Ռուսաստանից, կտրուկ քայլեր են գնացել։ Մեծ բալթյան երկրները դա շատ օրինակ է, հա, մեր Հայաստանի համար, որ մենք ինչ ճանապարհով պետք է գնանք։ Շատերը համարում են, որ մեր բալթյան երկրները այլ բնագավառից էին, դրանք չի կարելի պրոյեկտել Հայաստանի կամ չգիտեմ Վրաստանի նկատմամբ, բայց ես չեմ կարծում։ Այո, նրանք նույն հետխորհրդային հանրապետություններ էին իրանց խնդիրներով, որը շատ նման էր, հա, Հայաստանի խնդիրներին, եւ իրանք լուծեցին այդ հարցը, եւ ինչ այլոց վարչապետը իր այցի ժամանակ հիացած էր, հա, Էստոնիայով, ասում էր, ինչ կոկիկ, ինչ հավաք երկիր է, հա, եւ այնտեղ իրեն ասել էին, որ հարցրել են էստոնացին քո տունը որն է, ասել էր տունս Էստոնիան է, հա։ Հիացած էր, հա, բայց ինքը ընդհանրապես Էստոնիան Հայաստանի նման փոքր երկիր էր իր բնակչությունով, իր տարածքով, բայց այսօր տեսեք ուր է հասել Էստոնիան եւ ուր ենք, որտեղ ենք գտնվում մենք։ Խորը կախվածության մեջ մի երկրից, որի շքերթին ռազմական մենք գնում ենք մասնակցել եւ որին մեղադրում են, հա, հարևան երկրի անեքսիայի մեջ տարածքներին։ Պարոն Ասատրյան, Քոչարյանը չի բացառել ընդդիմադիր դաշտը համախմբելու հնարավորությունը, բայց մենք վերջին օրերին տեսնում ենք, թե ինչպես են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները միմյանց
մեղադրում, հերրական նաև բանավիճում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Հիմա ինչ եք կարծում, կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր դաշտը իսկապես համախմբել մեկ նպատակի շուրջ, եթե այդ նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, եւ եթե պատկերացնենք, որ այդ սցենարը կաշխատի, Ռոբերտ Քոչարյանը իսկապես կկարողանա այդ համախմբման հանդերձ կանգնեցնել իրենց բնորոշման պարտությունների ընթացքը, որին տանում է այս իշխանությունը։ Ես գրեթե բացառում եմ համախմբումը Ռոբերտ Քոչարյանի կողքին ընդդիմադիր ուժերի, գիտեք ոնց, եկեք ճիշտ ձևակերպենք խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ես դա բացառում եմ, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, որ հանրապետական կուսակցության ղեկավարը նույնպես փորձում է իր շուրջ հավաքել, ընդդիմադիր զանգվածներին, եւ այդտեղ հակամարտությունը իրենց միջև բավականին սուր է, եւ այս մեկ տարվա ընթացքում, որ մնացել է միջև խորհրդարանական ընտրությունները, ես չեմ կարծում, որ մենք տեսնենք, ինչ որ մի հատ համախմբում տվյալ անձերի շուրջ։ Կարող են ինչ-որ մի հատ երրորդ անձ գա եւ համախմբի այդ ընդդիմադիր ուժերին, խորհրդարանական եւ ասենց ասեմ նախկին ռևանշիստական ուժերին, էլի, որտեվ կան այլ ընդդիմադիր ուժեր, որոնք ընդհանրապես օրգանական կապ չունեն, այդ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Կարող է գա երրորդ մարդ, տեսնենք, ժամանակը ցույց կտա, բայց ժամանակը բավականին քիչ է եւ ես կարծում եմ գնան այն խորհրդարանական ընտրություններին բոլորը տարբեր ուղղություններով։ Բայց այդ դեպքում, եթե համախմբում չլինի Սերժ Սարգսյանի նույն ուժը, Ռոբերտ Քոչարյանի ուժը, նրանք շանսեր ունեն, որ կարող են հայտնվել խորհրդարանում կամ չգիտեմ, այնպիսի քանակությամբ ձայներ հավաքել, որ կրկին միանալով իրար փորձեն տեղավորվել խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում այնպիսի մեղադրանքներ տվեց Հայաստանին, որ ես չեմ կարծում, որ ինքը պատրաստ է համախմբվել եւ ինչ որ բանը լավ ինչ-որ արդյունքների համար գնալ առաջ եւ ժողովրդին տանել առաջ։ Ես կարծում եմ իր մոտ չի ստացվի, ինքը այն հակասական կերպարն է, որը ժողովուրդը արդեն շատ լավ ճանաչում է։ Իսկ երկրորդ գալուց այդ 21 թվին, որ ինքը ուզում էր գալ իշխանությանը, ժողովուրդը ամեն ինչ տեսավ, իր օրակարգը, իր մտածելակերպը եւ իր հարցազրույցները բացում է, Ռոբերտ Քոչարյանին, մենք տեսնում ենք անկեղծ Ռոբերտ Քոչարյանին եւ այդտեղ գնահատականը հետեւյալն է, որ ինքը հնարավորություն չունի համախմբելու եւ որևիցե իշխանության հավակնելու հավանականություններ չունի։ Պարոն Ասատրյան, ամփոփենք ռուս-ուկրաինական ճակատում իրադարձություններով, ԱՄՆ-ն, եթե պատկերացնենք, դուրս է գալու բանակցություններից, եթե արդյունք չեն տալիս Թրամփի կոչերը կողմերին նստելու, բանակցելու, պայմանավորվածության գալու, ինչ է նշանակում բանակցություններից դուրս գալ կամ միջնորդի դերից հրաժարվել։ ԱՄՆ-ի այդ հրաժարումը եթե տեղ ունենա, դա ինչպես է դրսևորվելու։ Շատ բարդ հարց եք տալի, որտեղ այդ հայտարարությունները անում է Դոնալդ Թրամփը, որը նույնպես բավականին հակասական կերպար է եւ այս 100 օրվա ընթացքում իր ադմինիստրացիայի մենք բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ տեսանք եւ տարօրինակ մեկը մյուսին մերժող հայտարարություններ լսեցինք Դոնալդ Թրամփից։ Ես դժվար եմ պատկերացնում, թե իր պատկերացրած դուրս գալը դա ինչ է նշանակում։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգները դա այն երկիրը չեն, որ վերջնական ընթարենք իրադարձություններից աշխարհակական ձեռքները լվանան ու գնան, ընթարենք իրանք նստեն իրենց Ֆլորիդայի նահանգում առանձնատանը եւ նայեն մնացած աշխարհում ինչ է կատարվում, ինչ որ կա մինիմալ սանդղակ, որից ներքև Միացյալ Նահանգները դուրս չեն գա, այդ process-ներից։ Ես կարծում եմ սա այդ հայտարարությունները դա գործարքի եւ երկու կողմերին ստիպելու նստել բանակցային սեղանին, դա մի մեթոդ է, որ ինքը փորձում է կիրառել եւ ասում, ասում է ես կգնամ, դուք արդեն մենակ որոշեք ինչ եք անում, բայց ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները ամեն դեպքում թույլ չեն տա Ուկրաինայի կապիտուլյացիան եւ կլինի ինչ որ չափով աջակցություն, այն ծավալներով չի լինի ինչ որ եղել է Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, այստեղ կփոխարինվի եվրոպական աջակցությունով այդ ամեն ինչը, բայց Ամերիկան կմնա այդ հակամարտությունով, բայց ոչ արդեն որպես միջնորդի դերակատարում իրանք դուրս կգան արդեն Ուկրաինային աջակցելու, թեթև աջակցելու մտայնությամբ։ Բայց թեթև աջակցությունը դա ինչ է նշանակելու Ուկրաինայի համար։ Դա նշանակում է, որ եվրոպական
զինված ուժերը եվրոպական միջոցներով եւ զինամթերքով կաջակցվի Ուկրաինային։ Միացյալ Նահանգները ոնց որ կանցնեն երկրորդ պլան։ Ինձ թվում է կարող է հետո Բայց եվրոպական աջակցությունը բավարար կլինի, որ Ուկրաինան կարողանա արժանապատվորեն շարունակել պայքարը։ Ես կարծում եմ բավարար կլինի, այսինքն որովհետեւ Եվրոպայի այն ռազմական ներուժը որ կա, ամբողջովին չի դրվել, հա, այդ Ուկրաինայի հակամարտությանն է, իրանք նույնպես հույսը դրել են Միացյալ Նահանգների վրա։ Հիմա իրավիճակը փոխվում է, ինչպես ասացի, տեղի է ունենում աշխարհական տեկտոնիկ տեղաշարժեր։ Մենք տեսնում ենք անգամ դաշնակիցները, դարավոր դաշնակիցները մի մեկը մյուսին մեղադրում են, տարբեր մեղադրանքներ են առաջարկում։ Մյուսը ասում է, որ ընդհանրենք ավարտվեց մեր բարեկամության դարաշրջանը, որը մի քանի ամիս առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ նման հայտարարություններ կարող են տեղի ունենալ, բայց մենք տեսնում ենք այն, ինչ որ տեսնում ենք։ Հենց որ տեսնենք, ես կարծում եմ, որ ինչ որ տեղաշարժեր կլինի Ուկրաինա-ռուս պատերազմում, բայց դա կբերի ավարտին, ես շատ կասկածում եմ, որ կբերի ավարտին, որովհետև այն պահանջները, որ դնում է Ռուսաստանը մինչև հիմա, նույն Միացյալ Նահանգների դեմ դնում է այդ պահանջները, հնարավոր չէ կատարել, այսինքն դա կապիտուլյացիայի պահանջներ են, դա կոմպրոմիսի գնալու պահանջներ չեն, եւ ես կարծում եմ կշարունակվի հակամարտությունը։ Շնորհակալ եմ, ես մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանի հետ, դուք մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։